Գեղեցիկ լուսապայծառ առավոտ էր։ Էդգարը արթնացավ և տեսավ, թե ինչպես է պատուհանից իրեն ժպտում գեղեցիկ դեղին պայծառ արևը։ Թռչունը թռչում է։ Արան կամ Էդգարը արթնանում է։ Նա ձգվում է։ Ծիտիկները խոսում են, արդեն են։ Լուսամփոփը վառվում է, քանի որ Էդգարը մոռացել էր այն անջատել։ Սեղանի մոտ դրված է աթոռ։ Սեղանին գրաթետրն է։ Պատուհանից կախված են գեղեցիկ վարագույրները։ Պատուհանը բաց է։ Այսպիսի մի գեղեցիկ տեսարան։ Ուշադիր լսեցիք, ես քանի անգամ է տառը իմ նախադասություններում օգտագործեցի։ Այո, է տառը օգնում է, որպեսզի նախադասությունը կայունանա և ավելի գեղեցիկ հնչի։ Չենք կարող ասենք պատուհանը բաց, կասենք պատուհանը բաց է։ Արևը շողում, չենք կարող ասել, պիտի ասենք արևը շողում է։ Ուրիշ բան, որ ասենք արևը շողաց։ Այսինքն է տառը օժանդակող, օգնող տառ է։ Դրա համար շատ հաճախ նրան ասում են օժանդակ բայ, բայց դա ավելի բարձր դասարաններում։ Այս տեսանյութը դիտելուց հետո դու դպրոցում կնայես նկարին և կասես այնպիսի նախադասություններ, որտեղ օգտագործես է տառը։ Ծածկոցը բարձրացրել է, բարձը ուղղել է, որ մեջքը չցավի։ Հիշի, քանի որ այսօր դու անցնում ես է տառը, դրա համար ես շեշտում։ Այ երբ որ սկսես կարդալ, գրել նորմալ, էն չշեշտես, սահուն կերպով կասես։ Օրինակ, պատուհանը բաց է, չառանձնացնես։